Բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ, այսօր մեր հյուրն է նորից Տեր Սահակը, որ կշարունակի բացահայտել հոգևոր դաշտում կամ հոգևոր կյանքում կատարված այդ հանցագործությունների մասին եւ ողջունում եմ ձեզ Տեր Սահակ, կուզենամ սկսել այս վերջի իրադարձությունների հենց սկզբից, ինչու Գարեգինը գնաց Էմիրատներ, ինչ նպատակով եւ ովքեր էին հատուկ գնացել եւ դիմավորում Գարեգինին եւ ինչ նպատակով իհարկե։ Բարի երեկո ձեզ, սիրելի Լենդրուշ եւ ձեր հետևորդները, հանդիսատեսին ձեր։ Ես ընդամենը այստեղ կարող եմ արձանագրել, որ խոճապի մեջ էր շատ իրեն համար սա անսպասելի էր, նման հայտարարությունները, որ հնչել են առաջի դեմքից, որտեղ նախկինում նման հայտարարություն երբեք չի հնչել, եթե նկատել եք ամբողջ այդ շրջանում, եւ ինքը ուղղակի դիմել էր փախուստի։ Պատրվակ կարող է բռնել ասել ինչ որ մի գործողության համար, կոնկրետ ինչ որ մի ասենք, այսպես պաշտոնական հանդիպման համար է գնացել, սա ընդամենը պատրվակ էր։ Ինքը չպետք է վերադառնար, որքանով ինձ հայտնի է դարձել, սակայն իրենց ստիպել են վերադառնալ, որովհետև այս ամենը ուղղորդվում է Մոսկվայից։ Դուք գիտեք, որ երբ որ բարձրաստիճան հոգևորականը, նամանավանդ պատրիարք կաթողիկոս տիտղոս ունեցող մեկը լինում է խոցելի, այսինքն բացահայտ անբարոյական եւ որի վրա ինքն Մոսկվայի մեջ հատուկ ծառայությունների արխիվներում կան հատորներ իր բոլոր հանցագործությունների, իր բոլոր ուրեմն անբարոյական քայլերի այս ամբողջ շրջանում երիտասարդ տարիքից թերևս մինչ այս օրը ինքը խոցելի է դառնում եւ դառնում է փաստորեն տվյալ անձնավորությունը դառնում է գործիքը ձերքի խաղալիքը իրեն հանձնարարված էր այս ամենը որպեսզի նա ստանձնի առաջնորդի պաշտոնը ընդդիմադիր այսպես ասած ճակերտավոր դաշտի եւ հակահեղափոխական ուրեմն քայլեր կատարի, որպեսզի ուղղակի Հայաստանում նորից լինի կրկնությունը, հոկտեմբերի 27-ի, մարտի 1+, չգիտեմ, ինչ որ մի ահաբեկչական, մի տերորիստական ակտի, որը որ կստեղծեր հնարավորություն Ռուսաստանի Դաշնության իշխանություններին կլանել Հայաստանը, որը վաղուց են նրանք ցանկանում դա անել, եւ ուղղակիորեն կցել Ռուսաստանին։ Այս սրա համար էր արված իր մեծ քաղաքականության մեջ մխրճվելու այս բանը փաստորեն, հա։ Եվ մեկ այլ բան էլ պիտի ձեզ ասեմ, նաև տրթապատճառներից մեկը, օրինակ ես ձեզ կարող եմ վստահաբար ասել սրբազան շարժումը գիտեք ինչպես է ծնվում։ Ճիշտ 1.5 տարի առաջ ես մի խումբ մարդկանց հետ միասին տվել եմ դիմումներ բոլոր պատկան մարմիններին, պետական պաշտոնյաներին, սկսած վարչապետից վերջացրած ուրեմն ազգային ժողովի падգամավորներով, ինչպես նաև հղել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ մյուս պետությունների դեսպաններին նամակներ կատարված հանցագործությունների մասին, Գարեգին Բեի եւ իր հանցավոր կլանի մասին։ Եվ իհարկե երբ որ սկսեցին այնտեղից իրեն շանտաժել, որպեսզի կաշառք վերցնեն իրենից, որպեսզի իրեն նորից կարողանան նաև այս պատկան մարմիններից ինչ որ օգուտ քաղեն, այդ անձինք։ Նրանք ձևավորեցին նաև դա ինչ որտեղ նաև իրենց տվեց այդ ուժը ձևավորելու այդ կեղծ սրբազան անունով շարժումը, որտեղ այդ սրբազան շարժումը երկու նպատակ իր մեջ դրի։ Առաջինը սպասարկել Կրեմլի շահերը եւ գլխավորել ընդդիմության դաշտը, բայց երկրորդը իրենց անձնական մոտիվացիան էր, պաշտպանել իրենց անձնական շահերն ու իրավունքները, այսպես ասած, ճակերտավոր։ Ինչ վերաբերվում է, որ ով է դիմավորել օդանավակայանում, Զվարթնոցում, ակնհայտ է, որ այս նույն դեմքերը մենք տեսել ենք 18 թվականի հեղափոխության օրերին, երբ որ նոր Հայաստան, նոր հայրապետ նախաձեռնությունը շարժում ստեղծեց, եւ այդ խուլիգանները փաստորեն այնտեղ ամեն ինչ արեցին, որպեսզի տապալեն
նոր Հայաստան, նոր Հայրապետ շարժումը եւ այդպես էլ իրենց հաջողվեց։ Հանցավոր այս անձինք, որոնք սադրանքներով, ահաբեկչական կոնկրետ շատ գործողություններով եւ գիտեք այն ժամանակ ոստիկանությունը խոտ էր ուտում այնտեղ արմավիրում, նա փող էր առել եւ չէր պաշտպանում ցուցարարներին իրենց իրավունքները, այլ հակառակը, նա տակից գործում էր, որ խուլիգաններին ավելի այսպես ասած դուխ տա։ Հետո ինչքան որ գործընթաց եղավ, եթե դուք հիշում եք, անցած տարի նաև եղավ Վարդանանք շարժումը ազգային, որը գլխավորեց Անդրանիկ Դովլաթյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներից եկած մեկը, եկեղեցու դպիրը, եւ նմանապես այդ նույն մարտիկն էին, ես էլ մի քանի անգամ փորձեցի ակցիաներ կազմակերպել, եւ այդ նույն մարտիկը եկան խանգարելու, խուլիգանություն անելու համար, բայց եկեք պարզաբանենք թե ովքեր են այս մարտիկ։ Բոլոր նախկին անցյալը ներկայացնող այդ քաղաքական ուժերի կարկառուն ներկայացուցիչները եւ իրենց հավաքագրած շրջանակները բանդաները։ Այդ նույն բանդաները եկել էին аэроպորտ եւ ավել դες պիտի ասեմ, գիտեք ով են նաեւ մասնակցում քաղանաների ամուսնացյալ թե կուսակրոն հոգեվորականների ընտանիքի անդամները, իրենց ընկերային շրջանակները, բոլորը այնտեղ եկել էին։ Այսինքն մեկ հոգի, ես այստեղից հայտարարում եմ բացի բաց։ Մեր հայ հասարակության համար, որպեսզի պարզ դառնա։ Չեզոք մեկ մարդ, որը ուղակի եկել էր պաշտպանելու, չգիտեմ, դիմավորելու, ազդվել է, չգիտեմ, ինչ էր արել, վեհապար հայրապետին, դա հեգնանքով եմ ասում, չկա, բացարձակ չկա։ Իսկ ինչի է ինքը վերադարձել։ Իրենը ստիպել է Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, քանի որ ասում են, որ Մոսկվան հանձնարարությունը տվել է, պետք է այս պահնել օգտագործենք, բաց չթողնենք, որպեսզի այս պատրվակով հեղաշրջումը ավելի թյուրին ստացվի։ Եվ հիմա գիտեք ինչ, ես այսօր քիչ առաջ խոսեցի մեկ մարդու հետ, ում անունը չեմ կարող գաղտնազերծել, ժողով էր այսօր հրավիրել Կտրիչ Ներսիսյանը, սարսափած, ասում է դեմքին որ նայում ես, մեռած է, թաղած չէ, վախեցած եւ արդեն գիտի, որ ոչ թե օրերը ժամեր են հաշված այդ գահի վրա հանգիստ մնալու։ Ուրեմն Տեր Սահակ, ցենց է դուրս գալի, որ ինքը գնացել էր Էմիրատներ Ռուսաստանից հանձնարարություն ստանալու, թե գնացել էր փախնելու նպատակով։ Եկեք մի հատ կոնկրետացնենք։ Ինքը գնացել էր փախնելու, բայց Ռուսաստանից հանձնարարությունը ստացել է վերադառնալ, որովհետև ինչ որ ասում է Քոչարյանը կամ Սերժը իրեն, նրանք ասում են այն, ինչ որ ասում է Ռուսաստանը։ Այսինքն Ռուսաստանը կարող է ուղղակի իր հետ խոսել անմիջապես, կարող է անդիմության այդ կարկառուն ներկայացուցիչների դեմքերով հրաման տալ իրեն։ Ինքը այսօր նույն Սանդրի կտավն է հանդիսանում, քանի որ միասին հանցագործություններ են գործել։ Դուք հասկացեք, որ ամբողջ այս իր կաթողիկոս լինելու ճակերտավոր շրջանում նա սերտաճած է եղել հայկական մաֆիայի հետ, որը իշխում է, որը անփարոյականություններ էր կատարում Հայաստանում, որը ճնշում էր քաղաքացուն եւ որը դարձավ պատճառ, որ հայ ժողովրդի շատ լայն զանգվածները արտագաղթել ճամփա բռնեցին։ Փաստորեն մարդկանց առաջ պայման քաշեցին։ Եղերն են, դա սպիտակ եղերն են, որը մեր աչքերով մենք դա տեսանք։ Ճիշտ է, մարդ չէին սպանում, մարդ չէին ուտում, հա? Բայց նրանք նույն ձևով, փաստորեն պարտադիր ձևով նրանց այս բոլոր անփարո քայլերով նրանք տրտում էին հայությանը լքել հայրենիքը։ Դատարկում էին մեր երկիրը, այո։ Դատարկում են մեր երկիրը, փաստորեն նրանք իրականացնում են Մոսկվայի կենտրոնի ծրագիրը, որը այն ժամանակվանից իրենց արժև քաշել էր։ Եվ ձեզ ավելին պիտի ասեմ, այդ նույն ծրագրին այսօր ես դրա մեջ համոզված եմ, առաջ շշուկներով լսել եմ եւ ճիշտ ասած այդքան չեմ հավատացել, բայց այժմ համոզված եմ, որ այս հիմնադիրը բոլոր ավազակությունների, խայտարակությունների եղել է հենց Լևոն Տեր-Պետրոսյանը, որտեղ նա որպես հիմնադիր նախագահ կառուցել է ծուռ պետություն,
կառուցել է այնպես մի համակարգ, որտեղ որ հնարավոր էր աճեցնել քրեոլիգարխիա, անարդար կաշառակեր պաշտոնյաներին, ռոբասերժական մաֆիան եւ այլն եւ այլն։ Եկեք Լևոն Տեր-Պետրոսյանի չկտրենք այսօրվա ավազակներից եւ Գարեգին Բեի կլանից։ Նա իր դեմքը ցույց տվեց, իր դիմակը պատռեց եւ այդ փառը այն մարդկանց նույնից աչքերից ընկավ։ Գիտեք, մի ֆիլմ կար, երևի դուք հիշում եք, այդ Նոնա Մարգունովան ասում է, այդ բրիլյանտ ֆիլմի մեջ, ասում է, «Всё это время Семен Семенович Горбунков маскировался искусственно под порядочного человека». Այս նույն բանն է, նույն Լևոն Տեր-Պետրոսյանի մասին են այդ խոսքերը։ Տեսակ դուք մի քիչ առաջ ընկաք ճիշտն ասած եւ ոնց որ ասում է խախտեցիք իմ հարցերի բանը հերթը, բայց մեկա ես պետք է այս հարցը հիմա ձեզի տամ, քանի որ դուք առաջ ընկաք եւ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը տվեցիք, ես պետք է տայի իր անունը, քանի որ ինձի անձամբ շատ են մեղադրել, թե ինչ գործ ունի Լևոնական Տերտերը քո եթերում, եւ հիմա դուք Լևոնի մասին այսպիսի բացասական հայտարարություն արեցիք, ժողովրդի մոտ sense մի տեսակ շփոթմունք առաջանակ։ Խնդրեմ լավ բացատրեք այդ պահը, որ ժողովուրդը ընկալի ինչ է նշանակում կամ ինչից են իրանք վերցրել, որ դուք Լևոնական Տերտեր եք։ Բայց միջև հարցի պատասխանը անցնելը եւ նաեւ ես ձեզ ուզում եմ հիշացնել, երեք կարծեմ եղավ հայտարարություն Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, որ եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթել է, Նիկոլի նման մի պիղծնով է, սրպապիղծնով է, որ չհաղթի։ Ինչպես կմեկնաբանեք միացնելով իհարկե այդ իմ տված սուր հարցին այս ամենը։ Մեծ սիրով, գիտեք, ես պետք է բոլորին արչև խոստովանություն անեմ այստեղից, որպեսզի մարդկանց մոտ վերջապես այս ինչ ասեմ, սխալ թյուր կարծիք չձևավորվի, որ ինչ որ մեկի Տերտերն եմ։ Ես հայ ժողովրդին նվիրյալ քահանաներից եմ, Աստծուց առան եմ, ես քաղաքական կուսակցության որևէ մեջ երբևիցե չեմ պատկանել, անդամ չեմ եղել, ոչ մի ժամանակներում։ Եվ հետևաբար կուսակցության հետ, եթե ես չեմ առնչվել, քաղաքականության հետ նույնպես չեմ առնչվել։ Ընդամենը ես միշտ պաշտպանել եմ մեր ժողովրդի շահերը։ 2007-2008 թվականին ես տեսել եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գործում է ուրեմն հանուն մեր ժողովրդի, ուզում է ազատագրել հայ ժողովրդին ավազակապետությունից, ես սատարել եմ իրեն իբրև հոգևորական։ Նախկինում, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ իր վարչախումբը հրճականները եղել են իշխանության, այո, ինձ հարգել են մարդիկ, ես գիտեք պարտավոր եմ բոլորին մոտ գնալ։ Շատ ներողություն։ Երևի մարդիկ, ովքեր որ հետևում են իմ Facebook-յան էջին, գիտեն ինչ դառը գնահատականները ես տվել եմ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գործունեության, բայց Ռոբերտ Քոչարյանի քույրը ինձ հրավիրել է եւ իր զավակներին ես մկրտել եմ։ Դոդի Գագոյի քույրը ինձ հրավիրել է, ես իր տունը օրհնել եմ։ Նույնը Լևոն Տեր-Պետրոսյան իշխանության օրոք պետական պաշտոնյաները ինձ հրավիրել են տարբեր արարողություններին, եւ ես իմ քահանայական պարտականությունը կատարել եմ, իմ բանը բերել եմ։ Այնտեղից ձևավորվել է մի թյուրմ կալում, որ ես Լևոնական Տերտեր եմ։ Ձեզ բացատրեցի խի եմ սուպորտ արել, այն պահով, որ նա պաշտպանում է ժողովրդի շահը, բայց եթե այս պահին այս մարդը ստահակ հայտարարություններ է անում եւ իր ասացները շատ կոնկրետ էին այն ժամանակ Գարեգին Բեի վերաբերյալ, ինչի եմ հավանել, ասենք իր որոշ ինչ ասեմ, գործերը, որովհետև ես տեսել եմ 95 թվականին նա չթողեց Գարեգին սրբապիղծ այն ժամանակ arczepiskopos Ներսիսյանին դառնալ ամենայն հայոց կաթողիկոս։ Նա չթողեց մարտի 1-ին, որ ինքը իր տան շեմը հատի եւ մտնի իր տունը։ Հիմա եթե նման բաներ է մարդը արել, այսօր ճիշտ հակառակ բաներ է անում, դուք շեշտեցիք նման հայտարարություն, գիտեք ինչ։ Այս հայտարարությունը իմ տպավորությունն է, որ այս ծերուկը խելագարվել է եւ հոգեխանգարմունքի մեջ ինքը ափրծփր բաներ է դուրս տալիս եւ եթե դա այդ վարկածն է, ես շատ ավելի հանգիստ կլինեմ։ Երկրորդը կա, որ Մատրոսկի Տիշինայում իրան վերբովկա են արել, երբ որ դեռ Ղարաբաղ կոմիտեի անդամ էր,
գիտեք չէ բռնվել են իրենք տարել են իրենց Ռուսաստան Մոսկվայի Մատրովսկի Տիշինայի բանտում է եղել Լևոն Տեր-Պետրոսյանը այնտեղ KGB-ն իրեն մշակել է ուղարկել է հետ Հայաստան որ Հայաստանի մեջ այդ սուտ գործընթացով իբրև թե անկախություն է հռչակում բայց իրականում նույն տաշտակը մտավ այսինքն Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համագործակցեց Հայաստանը այդ SNG-ի մեջ բանի մեջ մտնելով այդ բոլոր կառույցների մեջ գիտեք չէ ժամանակը այնպիսին էր որ մարդիկ ճիշտ է չէին անցալում բայց Լևոնը բոլոր պայմանագրերը կապեց եւ ինչով տարբերվեց ասենք սովետական Հայաստանից մենակ մեկ բանով որ այն համակարգում այն դրական բաները որ կային սովետական շրջանում դա էլ չկար ցուրտ ու մութը սովը եթե դուք երիտասարդ եք երևի չեք հիշի բայց ես շատ լավ եմ հիշում այս հայտարարությունները որ եղել են որ ծառեր են հատվել որ մարդիկ չեն կարողացել սննդամթեր գնել որովհետև գնում էր առավոտը մեկ գիներ կարակը մի ժամ հետո գինը բարձրանում էր 10 անգամ ավել փողերը մարդկանց գողացավ փաստորեն հա սովետական ռուբլին ոչնչացրեց ինչ որ դրամ դարձեց ես հիշում եմ հոգին լուսավորի իմ զոնքաճը մահացավ այդ ժամանակ ուրեմն ինքն ու աներս վաճառեցին մեքենան ուզեցին այդ մեքենայի մի մասը նվիրեն իմ կնոջը մյուս մասը իմ կնոջս եղբորը այդ միջև վաճառեցին միջև բան արեցին մեկ յաչեյկա ձու դարձավ Բայց ուրիշ տարբերակ էլ չկար, դերսակ, պետք է վերջը-վերջով Հայաստան ունենար իր արժույթը։ Հասկանալի է, բայց չի կարելի, գիտեք, մարդկանց ձեռքի վաստակած ամբողջ կյանքի ընթացքում գումարները խլել, փաստորեն դա գողանալ է նշանակում ու թողնել իրենց անորոշության մեջ։ Այո։ Դրա համար թյուրն բռնումն է, եթե մեկը ինձնից նեղվել է դրա համար, ես այստեղից ձեր հարտակից ներողություն եմ խնդրում դրա համար, եթե տեղիք եմ տվել այդպես մտածելու, բայց իրականում դա այդպես չէ։ Ես միշտ փորձում եմ արդարախոս լինել եւ Սադանայի տունը քանդել։ Եվ այստեղից այսօր հայտարարում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը ամենամեծ չարիքն է Հայաստանի համար։ Որովհետեւ եթե ինքը սատարում է սրբապիղծ անորեն մի տականքին Կտրիչ Ներսիսյանին, որը իրեն ինքնակոչ հռչակել է կաթողիկոս, Լուիս Սիմոնի հետ պարկելով անկողնում, 30 միլիոն դոլար խաղացնելով Վազգեն Սարգսյանին կաշառելով, ուրեմն դա չի կարող այդպես համարվել։ Եվ գիտեք ինչի, ինքը տեղյակ է իր ամբողջ այդ թե խնդիրներից, թե որ ինքը կուսակրոն չի, որ դա ծիծաղելի մի խոսակցություն է, հա, ինչ կուսակրոն է նա։ Նա բեղավախտվանից արդեն աշնորհքություններ է արել եւ կուսակրոն չէ։ Իսկ Լոլա Գրիգորյանցի մասին այդ իր կնոջը եւ այն մասին որ Խատուն Գրիգորյանց է ծնվել առավել եւս։ Պետք է ասել։ Մի խոսքով մի հատ մեծերի կողմից խոսք կա, ասում է, չկա չարիք առանց բարիք, հիմա տեսնում եք, որ այդ խոսքը ճիշտ է, այս չարիքի մեջ նայեք ինչքան դիմակներ են պատրվում, ինչքան մարդիկ են, ինչքան կեղտ է ջրի երես դուրս գալի, ինչքան ուրիշ երկրի հատուկ ծառայություններին ծառայող պաշտոնյաների դեմքեր է բացվում հայ ժողովուրդ։ Դրա համար այդ մեծերից եկած խոսքը շատ ճիշտ է, չկա չարիք առանց բարիք։ Դուք ինքներդ տեսեք ինչքան գառի մորթի հակած գելեր կան մեր երկրի մեջ։ Հիմա ես գիտեմ, տեսակ, որ դուք շատ դիմումներ եք ուղարկում, թե դատախազություն, թե ոստիկանություն, թե անձամբ պաշտոնյաներին, ինչ որ մի պատասխան տալիս են ձեզ, այդ ծառոցը տեղի չարժվում, թե միշտ նույն տեղում եք։ Գիտեք, այս պահին ես շատ ոգևորված եմ, որովհետև ես արդեն ստացա պատասխան, որ մուտքագրվել են իմ բոլոր դիմումները, եւ այսօր ես մի քիչ ավելի շատ վստահ եմ, քան թե նախկինում, որ պետք է ուսումնասիրեն եւ իսկապես պետք է քննեն այդ երևույթները եւ ի հայտ պետք է բերեն այդ բոլոր ոչիրները, որտեղ որ մատնանշված են, որոնք մատնանշված են իմ դիմումների մեջ։ Ես այսօր նաև դիմել եմ երկրի վարչապետին դիմումով, որ ընդգրկվեմ այդ
համակարգող խմբակների մեջ, որպես խորհրդատու եւ կսպասեմ պատասխանին արդեն թողել եմ իմ հեռախոսի համարը, որպեսզի իմանամ իմ անելիքները նաեւ։ Բայց գիտեմ մի բան, որ գործընթացը սկսած է, որ օր առաջ չէ, վարկյան առաջ պետք է ազատենք Վեհարանը Կտրիչ Ներսիսյանից, քանի որ նա այնտեղ անօրինական ճանապարհով է մնում փաստորեն, դե ֆակտո նա այլևս չի կարող այնտեղ մնալ եւ դե յուրե չի կարող մնալ, քանի որ նա խաբել է բոլորին։ Առաջին հերթին նա Աստծուն է խաբել, ժամանակին խաբել է իր վերադասին, մյուս հոգևոր իր եղբայրներին եւ հավատավոր բանավոր հոտին։ Ուրեմն խաբեփանիչ գործ ունի, զբաղեցնի կաթողիկոսի նստավայրը։ Իհարկե ոչ։ Ես շատ կուզենայի, որ դուք մի քիչ մանրամասնեիք սենց ժողովրդին սենց ցույց տայիք ինչ է նշանակում խախտել կուսակրոնությունը, հա, որտեվ մարդ կա, ասում է, գիտեք ինչ կա, դե մի մարդ է ժամանակին եղել է կամ չգիտեմ, ստացվում է, տղամարդ է, բայց օրինակ իմ տեսակետով մի մարդ, որ ուխտ է վերցնում Աստծո առջև եւ խախտում է, դա նույնն է, որ Աստծուն խաբեց, իսկ Աստծուն խաբող մարդը ամեն ինչի ընդունակ է։ Սա իմ կարծիքն է։ Դուք ինչ կասեք այս հարցի վերաբերյալ։ Ինչու այդպիսի մարդիկ կան, որ այդպես թեթև են վերաբերվում, ասում մի տղամարդ է պատահել է։ Ներողություն, ես մի հատ նկատողություն ունեմ, որ ձայնը կտրեն, թորնիկս եք, հա։ Շատ լավ, շատ։ Ինչ եք հարցնում, մոռացա։ Կուսակրոնությունից։ Այո։ Ուրեմն դուք շատ ճիշտ Լենդրուշ, ես մեկ-մեկ զարմանում եմ ձեր, այսպես ասած, անարատ հոգի ունեք դուք։ Ես ամենայն անկեղծությամբ եմ ասում, որովհետև դուք շատ ճիշտ հարցադրումը տվեցիք։ Այո, ճիշտ եք ասում։ Պարզ բացատրելու համար ձեր հանդիսատեսին, եթե մարդը խաբում է Աստծուն, այսինքն ընդունակ է, ուխտը դրժել, նշանակում է, որ նա խաբեփայ է եւ նա այլևս չի կարող շարունակել այդ ընթացքը, որովհետեւ ինքը խաբել է Աստծուն, իրան մեկը չի պարտադրել։ Այո, եթե պատկերացեք մեկին զորով ստիպեն, ասեն դու պիտի կուսակրոն լինես, եւ դու ինքը չկամենաս, եւ դա անեն ուժի զորով, ու դու խախտես, սա այլ կերպ պիտի դիտվի։ Բայց այստեղ ինքը կամավոր է դարձել կուսակրոն։ Ուրեմն սա արդեն իսկ ամեն ինչ բացատրում է, որ դա խաբեփայություն է եւ նման հնարավորություն եկեղեցին ստեղծել է, որ այս մարդիկ չունենան հավիտենական, այսպես ասած, տանջանքները գնալու միայն ճանապարհ, այլ կարող են նրանք ապաշխարել եւ իբրև արդեն աշխարհիկ մարդիկ իրենց կյանքը քրիստոնեական հոգեվոր շարունակելու, բայց նրանք չեն կարող երբևիցե լինեն այդ բարձրաստիճան հոգեվորականներ, նամանավանդ եթե խոսքը վերաբերվում է ամենայն հայոց կաթողիկոսի ծայրագույն պատրիարքի։ Սա բացառվում է եւ այստեղ երկու կարծիք չի կարող լինել։ Այն ով որ նման բաներ է խոսում, ես լսել եմ, գիտեք, այս մեկնաբանությունները, իմ կարծիքով հիմա կեղծ դաշտ է ստեղծվում մոլորեցուցիչների, որոնք ուզում են խաբեն կամ հասարակության մեջ մտցնեն ինչ-որ տարբեր այլ կարծիքներ։ Բայց մի կարծիք կա ընդամենը եւ այդ կարծիքը հիմնվում է եկեղեցու վարդապետության վրա եւ դիրքորոշման վրա։ Ես այսօր ձեզ պետք է մեկ փոքրիկ խոսք ասեմ Հովնան Ոսկեբերյանի Տիեզերական Սուրբի Աստվածաբանի մի արտահայտություն, որ ասում է ավելի լավ է գետնին նստես խոնար կամ գահին անփարոյական, բազմես անփարոյական։ Ինքը որպես անփարո մարդ, որպես ուխտադրուժ, ոչ մենակ կուսակրոնության ուխտն է խախտել է նաև աղքատության ուխտը։ Իսկ ինչ է նշանակում 21-րդ կամ 20-րդ, 21-րդ դարերում այդ հասկացողությունը։ Այն է, որ կաթողիկոսը չպիտի ունենա որևէ բիզնես, որևէ սեփականություն, որտեղ ինքը արդեն ապրում է, հա, եկեղեցում։ Ամեն ինչը իր համար անվճար է այնտեղ։
սկսած իր հագուստներից, վերջացրած ուտելիքներով եւ ամեն ինչով, այսինքն տեղաշարժով, ամեն ինչով ապահովված է նա։ Եվ նա բիզնեսներ է կայացնում, միլիոնավոր դոլարներ է բանկային հաշիվների վրա ունի, անձնական, շորթում է մեծահարուստներից խափելով, էլի սուտ խոսելով, իբրև թե այս կամ այն ծրագրի տակ դրամներ է շորթում եւ ինչի համար է։ Գիտեք ինչի համար է, որովհետեւ 1000 ու մի պոռնիկ ունի։ Ինքը ոչ թե ամուսնացել է նույնիսկ, ես ուղղակի այդ կնոջը չեմ ուզում վիրավորած լինել կամ աղջկան, բայց եթե ես կոպիտ ասեմ, այսինքն ասեմ այնպես ինչպես որ պետք է ձևակերպեի, նա պոռնկացել է եւ այդ աղջիկը մեղմ ասած անօրինական ծնունդ է։ Չեմ ուզում են կոպիտ բառը օգտագործած լինեմ։ Ճիշտ է, ինքը մեղք չունի, որ այսպես մի ապիկար հայր ունի, սրբապիղծ, բայց փաստը մնում է փաստ, ինքը պետք է ամանչի գոնե իր աղջիկներից, գոնե ամանչի իր այդ կնոջից, հա, պայմանական, որը որ փաստորեն այսօր իր անունը մենք այստեղից այնտեղից հոլովում ենք, ինչի համար թե բան պիտի անեինք։ Ստիպված ենք դա անում, քանի որ նա տականք է, նա չի ցանկանում այդքան տղամարդկություն չունի, ինքնասիրություն չունի, նույնիսկ, հա, եւ մարդկային արժանապատվություն չունի, որ ինքնա կամ հեռանա այս աթոռը թողնի հանգիստ։ Ուրեմն Բեհարանից պիտի դուրս շպրտենք, եթե նա չի ուզում հոժար կամքով հեռանալ եւ այսպես ասած ազատել այդ Բեհարանը, որպեսզի արժանավոր մեկը գա եւ այնտեղ ուրեմն ապրի։ Տեսա, քանի որ խոսացիք Բեհարանից դուրս շպրտելու մասին, ինչ մեխանիզմներ կան։ Գիտեք, եկեղեցին ունի հստակ հայեցակարգեր, այս հարցն շահարկման առարկա է դառնում, թե ընդդիմադիր դաշտի կողմից, թե այլ մոլորեցուցիչների կողմից, ես ասեցի 1000 ու մի տեսակի մարդ են դնում խափելու համար։ Ուրեմն մենք պատմության մեջ ունեցել ենք բազմաթիվ օրինակներ, երբ կաթողիկոսը գահանքեց է արվել, երբ որ կաթողիկոսին հրաժարեցրել են, նույնիսկ երբ որ բանտարկել են, եւ ունեցել ենք պատմության մեջ, երբ որ ինքն է իր կամքով կաթողիկոսը կամ պատրիարք հայրերը հեռացել են։ Մեխանիզմը այստեղ գիտեք ինչպիսին է։ Ժողովուրդը հավաքվում է, շրջապատում է Բեհարանը եւ պարտադրում է արտահերթ եպիսկոպոսական ժողով։ 3 եպիսկոպոս կարող են գալ այնտեղ եւ այդ ժողովը գումարված կլինի։ Այսինքն բավարար թիվը 3 հոգիներն են։ Եվ անվստահություն հայտնեն իրեն։ Գիտեք ինչի է 3 թիվը բավարար, որտեղ 3 եպիսկոպոսով կարելի է օծել կաթողիկոս։ Դրա համար 3 եպիսկոպոսների այդ թիվը բավարար է։ Եվ այսպիսով ուրեմն ինքը այլևս դադարեցնում է իր լիազորությունները, բայց քանի որ արդեն իսկ ինքը բացահայտված է, որ ուխտադրուժ է, հա, եւ հրապարակային ձևով պաշտոնապես սա հնչել է առաջին դեմքի շուրթերից եւ այս հարցը նաեւ տարիներ առաջ ծեծվել է այդքան եւ հանրայնացվել է։ Այսօր դա ձևակերպվել է եւ ձևավորվել է որպես հստակ հանրային պահանջ, որ այս սրիկան ոչ մի անելիք չունի եւ ոչ մի աղերս չունի մայր եկեղեցու հետ եւ պետք է նա ու այնտեղից հեռացվի։ Ուրեմն, եթե նա դուրս չգա, ես կարծում եմ, որ իրավասություններ ունեն ազգային անվտանգության ծառայության, թե ոստիկանության աշխատակիցները մտնելու եւ իրեն դուրս հրավիրելու։ Դուք հիշում եք Լևոնին ոնց են դուրս շպրտել բանից մարտի 1-ի ժամանակ, որ ոստիկանները իրեն բերել են թևերից հանել են, ավտոն նստացել, տարել են տուն։ Հիշում եք, չէ՞, նա էլ երկրի նախագահն էր։ Այո։ Էնել հիմնա։ Եթե նրան հանել շպրտել են հրապարակից դուրս եւ մաքրել են այդ հրապարակը, ես հիմա չեմ խոսում երևույթները ողբերգություն, դուք ընդամենը այ հարցը։ Բայց ինքը արդեն հին նախագահն, էքս-պրեզիդենտ է, չէ՞։ Հին նախագահ։ Կապ չունի, նա ընդհանրապես կաթողիկոս չի, որովհետեւ չէ որ հստակ երկրի վարչապետը ընդգծեց այդ փաստը, որ ինքը ըստ երևույթին չէր կարող արդեն իսկ կուսակրոն քաղանա լինել, երբ որ դրժեց ուխտը, հա, աբեղա էր այդ ժամանակ, երբ որ դրժեց, աղջիկը երբ որ ծնվեց, աբեղա էր։ Նա պետք է արդեն իսկ դուրս գար։ Նա կարող էր դիմել վեհափառին եւ քաղանա լիներ։ Այո։ Իրավունք ուներ այդ ժամանակ դիմել եւ լինել քաղանա ամուսնացյալ։ Վեհափառը կներեր, կընդուներ իրեն, կասեր քաղանա եղի։ Բայց նա խափել է։
Նա շարունակել է խաբել, վարդապետ է հետո եղել, նորից շարունակել է խաբել։ Նա ալիասերվել է շարունակական ձևով։ Նա եպիսկոպոս է դարձել, նորից խաբել է, որովհետև KGB-ն է մեջքին կանգնած եղել։ Արքեպիսկոպոս է եղել, նորից խաբել է։ Տեսեք, քանի տարի ինքը իր ամբողջ կյանքի մեջ նա խաբել է եւ մոլորության մեջ գցել է բանավոր հոտին։ Հիմա կաթողիկոս որպես 26 տարին արդեն չբոլորած բացահայտվել է եւ այսօր այս պահանջը կա, որ նա հեռացվի։ Հետևաբար այլևս նույնիսկ իրեն կարող են ուղակի ոստիկաններով դուրս հրավիրել այնտեղից, եթե նա իր ոտով չգնա, բայց կարծում եմ նա կգնա, որտեղ նա շատ վախկոտ մարդ է։ Ես ճանաչում եմ իրան 86 թվականից, իր բնավորությունը լավ գիտեմ։ Ինքը ստիպած եկավ եւ հիմա փոշմանում է։ Ես գիտեմ, որ հիմա ինքը զղջում է, որ Արաբական Էմիրատներից չգնաց Մոսկվա, ինչպես որ նախատեսված էր իր ծրագրի անձնական համաձայն եղբոր մոտ, այլ եկել է ուրեմն Էջմիածին։ Լավ, Տեր-Սահակ, իմ հարցերը վերջացավ, եթե դուք ավելացնելու բան ունեք, խնդրեմ։ Ես այո, ավելացնելու հարցը այն է, որ ուրեմն եպիսկոպոսական ժողովը կարող է անվստահություն հայտնել, դուրս շպրտել, կարող է ժողովուրդը պահանջել եւ իրեն գահազրկել այնտեղից, կարող է լինել դա ուժային ձևերով, մենք տվել ենք դիմումներ, կարող է քրեական գործ հարուցվել եւ արդեն որպես արդեն իսկ հանցագործ, որի վրա հարուցված է ինչ որ մի քրեական գործ, արդեն նա չի կարող ինստինկտյան որևէ բան շարունակել, այսինքն ինքը այլևս ես ուզում եմ մեր հայ ժողովրդի բացատրել, որ կաթողիկոս չէ եւ ամեն մի հայ մարդ պետք է հստակ իր համար արձանագրի։ Կտրիչ Ներսիսյանը անօրինական զբաղեցնում է վեհարանը, ինքը իրավունք չունի հանդես գալ կաթողիկոսի ամենայն հայոցի անունից, հետայսու։ Նա իրավունք չունի այնտեղ նստել, նույնիսկ եթե նա հագնում է այդ զգեստները եւ շրջում է, այդ զգեստը իրենից պետք է առնվի, որովհետեւ նա իրավունք չունի կաթողիկոսական զգեստը, կաթողիկոսական գավազանը կրելու։ Իրավունք չունի այլևս։ Եվ ով կփորձի վիճարկել այդ բանը, ես փառք Աստծո իրենց կարող եմ եւ մատնանշել եւ աչքը խոթել թե եկեղեցու առաքելական կանոնները եւ մասնավորապես քիչ առաջ նշեցի ձեզ Ոսկեբերյանի այս Սուրբ Հայրապետի այդ ճառը, որը որ մեզ հստակ արձանագրում է ինչպիսին պետք է լինի հովապետը, կուսակրոն հոգևորականը, թե բարձրաստիճան, թե շարքային նույնիսկ եւ այս բոլոր չափանիշներին ոչ թե չի համապատասխանում, այլ հակոտնյա է այդ ամենին։ Մարդը անաստված է, մարդը անփարո է եւ ինքը խախտել է ոչ մենակ թե այդ ուխտերը, որ նշեցի ես վերը, ինքը եկեղեցին միահեծան իր հարազատ մանկապիղծ եղբոր հետ միասին, Եզրասի հետ, գործում են հանցանքներ եւ այդ միահեծան կերպով ուրեմն դարձնում են, ինչպես որ կդարձնեն իրենց, ասենք, սեփական բիզնես բոստանը, ինչ որ մի կոոպերատիվ, ոնց որ, հա, դիտեին։ Եվ ձեզ ընդհանրապես պետք է ասեմ, որ գիտեք, Եզրասը այսօր շատ լավ հասկանում է, որ ինքը եթե այնտեղից վերադառնա հանկարծ ինչ որ բանով Հայաստան, ինքը շատ վտանգի մեջ կլինի, այսինքն Եզրասն էլ դա հասկանում է, որ արդեն իր երգը երգված է, եւ վստահ եմ, որ եղբորը նա խորհուրդներ կտա, որ ինքը եթե հնարավորություն դեռ ունի երկրից գնալու, թողնի եւ գնա։ Ես էլ իրան խորհուրդ կտամ Կտրիչ Ներսիսյանին, որ իր պայուսակը պատրաստի եւ գնա։ Այսքանը ես ուզեի մեր ժողովրդին բացատրել, ձեզ հայտնել իմ շնորհակալությունը եւ ձեր հանդիսատեսին եւ վստահ եմ, որ մենք դեռ կարող ենք ձեզ հետ որոշ բաներ շարունակել, որտեղ գիտեք, կարելի է շատ բաներ այսօր խոսել նաեւ Բագրատ Գալստանյանի, Միքայել Աջապահյանի եւ մի շարք այլ հոգեվորականների, որոնք այսօր շատ խոցելի են իրենց իսկ խոսքերով եւ իրենց գործնեությամբ եւ ինչպես նաեւ իրենց ապրած կյանքով։ Շատ լավ, Տեր-Սահակ ջան, շնորհակալ եմ ձեզ, որ եկաք։ Մնացած թեմաներին կշարունակենք արդեն հաջորդ եթերի ընթացքում։ Մեր ժողովրդին էլ կոչ կանեմ, որ եղեք ակտիվ, դրեք ձեր լայքերը,
տարածեք այս եթերը, որ ինչքան հնարավոր է շատ մարդ տեսնի, շատ մարդ իրականությունը իմանա։ Այսօր այսքանը, շնորհակալություն, հաջողություն։ Տեսություն։